Հաջորդ հարցը ուզեմ Պարոն Փաշինյան, նախ ուզում եմ ճշտել այս պահին Հայաստանի կառավարությունը ազգային անվտանգության որ թվականի ռազմավարությամբ է առաջնորդվում։ Եթե պատասխանեք, հարցը շարունակեք։ Հարցերը շարունակեք ավարտեք, ես կպատասխանեմ։ Եվ երկրորդը ձեր վերջին հենց ասածից դուք ասում եք նրանք չէին ներկայացնում Հայաստանի Հանրապետության նախկին նախագահները եւ նրանք չէին կարող որոշել Հայաստանի հետ կապված հարցերը։ Դուք չէիք ներկայացնում Արցախի ժողովրդի իրավունքները եւ ընդհանրապես արցախցիների շահերը, Արցախ պետությունը։ Դուք ինչպես որոշեցիք Արցախի ճակատագիրը, սա մեկ, եւ հիմնական հարցը երեք համացանցում տարածվեց մի տեսանյութ ձեր արդեն նախկին թիմակցի հետ կապված եւ ըստ տեղեկությունների խոսակցությունների մեր իշխանական լրատվամիջոցով էր դա տարածվում, որտեղ տեսանյութը բավականին նվաստացուցիչ է, եթե մեղմ ձևակերպեմ, դուք նստած եք, ձեր վարչության նիստն է եւ ձեր արդեն նախկին կուսակից Հակոբ Ասլանյանի թողներին այս ասվածը մունաթով ասում եք ով է ձեր ընտրության, ձեր падգամավոր դառնալու հետ կապված, ով ինչքան դերակատարում ունի եւ ակնհայտ նա ասում է, որ 99.9%-ը ձերն է այդ դերակատարումը։ Սրանով արդյոք այս նախ տեսանյութը հրապարակելով դուք արդյոք մեսիջ չեք տալիս ձեր կուսակիցներին, որ բոլորիդ վրա կա հատուկ կոմպրոմատներ եւ հարմար պահի դրան գործի կդրվի եւ երկրորդը բոլորդ ինչպես ես չեմ ձևակերպում ձեր նախկին թիմակիցն է նախկին չէ գործող թիմակիցն է ձևակերպել բոլորդ ուսապարկ եք եւ ես կորոշեմ երբ կհեռանաք երբ կմնաք երբ ինչ որ բան ձեր մասին կհրապարակեմ այս տեսանյութը ինչի համար էր եթե իմ այս ասած նշած դրույթների հետ դուք համաձայն չեք կամ ուցե համաձայնում եք Նախ ես այդտեղ որևէ կոմպրոմատի բան չտեսա եւ մուննաթի բան չտեսա, նիստա տեղի ունեցել, տրվել է հարց, տրվել է պատասխան։ Եվ դա դրվագ է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստից եւ կարծում եմ պատեհ պահի ճիշտ որոշում է կայացվել, որ մարդիկ տակից գլխից խոսալուց առաջ մտածեն իրանք այդ խոսելու լեգիտիմությունը ունեն թե չունեն։ Ինչ վերաբերում է մեր կուսակցությանը դեմոկրատ հենց ներկուսակցական դեմոկրատիայի արտահայտությունն է նաև այն որ այդ մարդը տենց կներեք արտահայտությունից տակից գլխից խոսում է դա էլ է դեմոկրատիայի արտահայտություն դեմոկրատիան հենց դրա համար է որ այդ թվում հիմարությունը ցույց տնի եւ դեմոկրատիան ծառայում է նաև այդ առումով իր նպատակին ինչ վերաբերվում է ներկուսակցական մեր կուսակցությանը Դուք տեսնում եք, թե մեր կուսակցությունում ինչ պրոցեսներ են ընթանում։ Երկու փուլանի ընտրություններ են տեղի ունենում։ Եվ ցանկացած մեկը իր տեղին արժանանում է իր վարած քաղաքական գործունեության շնորհիվ։ Եվ մենք մեխանիզմ ենք ստեղծել, որը շատ կարևոր մեխանիզմ է։ Մենք այս ընտրությունների առաջին փուլում նույնիսկ ներկուսակցական քարոզչությունը չարեցինք երկու պատճառով, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ։ Սուբյեկտիվը, օբյեկտիվը այն էր, որ 200 ավելի քան 299 մոտիկ տեխնացու հնարավոր չէր կուսակցության ներսում քարոզարշավ կազմակերպել, բայց դա ավելի լավ, որովհետեւ մենք ասենք, բայց հիմա ժամանակակից աշխարհում սոցիալական ցանցեր կան, մարդիկ հետևում են յուրաքանչյուրի քաղաքական գործունեությանը Եվ այդ քաղաքականությունը ամենօրյա աշխատանքը պետք է գնահատեն կուսակցության անդամները եւ այդպես էլ տեղի է ունեցել եւ հանրային հաղորդակցությունը։ Ինչ վերաբերվում է Ղարաբաղի հետ կապված հարցերին, Ղարաբաղի հետ կապված հարցերը ըստ էության բոլոր այն որոշումները, որ ես կայացրել եմ նախկինում, բոլոր այդ որոշումները խորհրդակցվել են Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Չի եղել այդպիսի որոշում, որ ես կայացնեմ եւ Ղարաբաղի ներկայացուցիչների առանց Ղարաբաղի ներկայացուցիչների հետ խորհրդակցության։ Ինչ վերաբերում է վերջին որոշմանը, ձեր հայտնի անձը վերջին որոշումը կայացրել է ինքը իրենով, ես չգիտեմ ում հետ է խորհրդակցել, ինձ հետ այդ թեմայով խոսել է։ Ես հարց եմ տվել Հայաստանի Հանրապետությունը ինչ կապ, ինչ դեր ունի այդ ամեն ինչի հետ։ Ինքը ասել է ոչ մի կապ, ոչ մի դեր, ասել եմ այդ դեպքում դուք որոշեք, ինչ որոշում ուզում եք կայացրեք։ Ես Պրահայում որոշել եմ Հայաստանի Հանրապետության հարցը։ Ես Պրահայում որոշել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը շատ տարօրինակ բան պետք է ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Դուք հասկանում եք աբսուրդի աստիճանը։ 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ
Հայաստանի Հանրապետությունը բաց չէր, Հայաստանի ինքը իր տարածքային ամբողջականությունը ճանաչում է, թե չի ճանաչում։ Եվ սա ամենամեծ դավադրությունն է Հայաստանի պետականության դեմ, որը ես հաղթահարել եմ։ Այո, իմ անձնական կամային որոշմամբ, իմ թիմակիցների եւ կառավարող ուժի եւ կառավարության աջակցությամբ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը հանրային հեռուստաընկերություն։ Ռազմավարությունը դե պարզ է, որ այդ ռազմավարությունը առնվազն մեծ մասով ռելևանտ չի, մենք աշխատում ենք նոր ռազմավարության վրա, մենք դրանով չենք առաջնորդվում։ Այո, չունենք այս բանը։ Հաջորդ հարց Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար